հայտնաբերել ենք սրբացված բույսերի պատկերներ, որոնք եղել են հատուկ այսպես փաթաթված տոպրակների մեջ, որոնց մեջ ոսկեդրամ է դրված եղել եւ այդ բույսը հետեւապես բույսը այնպիսի հրաշալի բուժական ներգործություն է ունեցել, որ նրանք սրբացվել են։ Նա գիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է գանգ տրեպանացիոն անցքով, տրեպանացիոն անցքը դա բժշկագիտության մեջ ընդունված ոսկրաշաղապումն է։ Վիրահատություն են արել 14 տարեկան տղայի գլուխը։ Այո, Եզնիկը հստակ գրում է, որ հիվանդությունները չարիքներ չեն վերևից տրված, այլ հիվանդությունները օրգանիզմում 4 տարերին համապատասխան 4 հեղուկների հավասարակշռության, այլ կերպ ասած, քանակական եւ որակական փոփոխությունների հետ են կապված։ Ասեմ, որ ճակատագրական էր, որովհետեւ մենք արդեն ունեցանք մեր ազգային գիտությունը, որ հայերեն լեզվով պետք է զարգանա, այնտեղ աճող դեղաբույսերը ունեցել են հրաշալի բուժիչ հատկանիշներ, տեղեկություններ են ունեցել, ել չեմ ասում հետագայում Իբն Սինան, որ հստակ գրում են բոլուս արմենա, հայկական կավ, հետո մենք հասկացանք, որ հայկական կավը արտահանվում է։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, որքան մարդն ապրում է այս երկրագնդի վրա, այնքան ունի առողջության հետ կապված խնդիրներ, եթե աստվածաբանական տեսակետից նայենք, ապա դրախտից վտարվելուց հետո մարդը սկսեց հիվանդանալ եւ առասպելներն ասում են, որ երբ Ադամը հիվանդանում էր, գնում էր դրախտի դարպասների մոտ, հրեշտակներին խնդրում էր ինչ որ մի դեղ տան, որ ինքը բուժվի, ապաքինվի եւ նաեւ հավիտենական կյանք ունենա։ Նման պատմություններ առասպելներ շատ կան մեր մշակույթի մեջ, նաև ոչ միայն Ադամին, այլև տարբեր ժամանակներում տարբեր հերոսներին վերագրվող, բայց բժշկագիտությունը Հայաստանում ունի իր սեփական պատմությունը։ Անցել է երկար հազարամյակների մի պատմություն, մի ընթացք, որը նախաքրիստոնեական շրջանից այսօր եկել հասել է մեզ։ Այս մասին այսօր խոսելու ենք Դոնարա Կարապետյանի հետ, ով Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի բնագիտական եւ բժշկագիտական հուշարձանների ուսումնասիրության եւ հրատարակության խմբի ավագ գիտաշխատող է, բժշկական գիտությունների թեկնածու եւ դոցենտ։ Բարև ձեզ, Տիկին Կարապետյան։ Բարև ձեզ։ Ես ուրախ եմ մեր երկրորդ հանդիպման համար, շատ սպասված, որովհետեւ մեր առաջին զրույցն էլ մեծ ընդունելություն եւ մեծ տարածում գտավ մեր ունկնդիրների եւ ակնդիրների շրջանում, բայց քանի որ անցած անգամ նախաբանը տվեցինք, այս անգամ գանք արդեն ավելի ծավալուն, ավելի բուն նյութի հետ խոսենք։ Նախատեսել եմ, որ խոսենք միջնադարյան հայկական բժշկագիտության, բժշկական պատմության մասին, բայց թերևս պետք է սկսել ամենասկզբից նախաքրիստոնեական շրջանից։ Մենք ունենք ապացույցներ, փաստեր, վկայություններ, գրավոր եւ ոչ գրավոր հուշարձաններ այս մասին։ Շատ լավ, ես շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ հանրային ռադիոյի տաղավարում, որովհետև այն ամենը, ինչ կապված է միջնադարյան գիտության եւ մշակույթի պատմության հետ, մասնավորապես մինչև նորագույն շրջան, բնականորեն մեր հանրությանը ես կարծում եմ հետաքրքրում են, երբ դուք նշեցիք, որ առաջին հաղորդումը հանրության կողմից ընկալվեց, հետևապես ես մտածում եմ, որ մեր հանրությունը կարիք ունի շատ հանգամանորեն իմանալ, ծանոթանալ մեր ընդհանրապես միջնադարյան մշակույթի բոլոր ոլորտների, այդ թվում նաև բժշկագիտության զարգացման ամբողջ ընթացքին, որովհետև դա իսկապես կարևոր է, դա գիտություն է, որին պետք է մենք բոլորս ծանոթ լինենք։ Ինչ վերաբերում է միջնադարյան հայ բժշկագիտությանը, ես կարծում եմ եւ իրավունք ունեմ դա նշելու, որ լինելով ընդհանրապես հայ քաղաքակրթության, ինչու՞ չէ նաև գիտության եւ մշակույթի
ամենահին ոլորտներից մեկը, բժշկագիտությունը զուգահեռաբար զարգացել է Հայաստանում եւ բոլոր ժամանակներում կապված պատմաժամանակագրական, քաղաքական, տարբեր տեսակի փոփոխությունների հետ ունեցել է իր զարգացման բնորոշ փուլերը եւ իր զարգացման յուրահատկությունները։ Սա գիտություն է, որը ընդհանրապես ընդունված է ասել, որ համաշխարհային գիտության պատմության մեջ բժշկագիտությունը ամենահին գիտություններից է, որովհետև երբ մարդը դարձավ Homo sapiens, գլուխը աշխատեց, սկսեց իր բնազդային գործողություններին ցանկանալ բացատրություններ տալ, այդ պահից արդեն իսկ դիֆերենցվում է եւ սկսվում է գիտակից վերաբերմունք մարդու օրգանիզմում կատարվող փոփոխություններին, ցավային սինդրոմին եւ ընդհանրապես։ Այստեղից սկսած մենք պետք է ասենք, որ գործ ունենք բժշկագիտության սաղմերի հետ, որը հետագայում բնականորեն պետք է զարգանար, դառնար շատ ավելի հետաքրքիր եւ գիտական։ Ինչ վերաբերում է միջնադարյան հայ բժշկագիտությանը, ես պետք է ասեմ, որ մենք նրա մասին տեղեկություններ ունենք դեռ նախնադարյան շրջանում։ Այդ տեղեկությունները մեզ օգնում են տալ ազգագրագետները, հնագետները, որովհետև մենք եւ ազգագրական տեղեկություններ ունենք, եւ հնագիտական պեղումների հետ կապված շատ որոշակի տեղեկություններ ունենք, եւ դրանք գիտական ճշգրիտ փաստեր են, դրանք երևակայական չեն։ Այլ կերպ ասած, եթե մենք որպես գրավոր աղբյուր, որպես հիմք ընդունում ենք մեր պատմահոր Մովսես Խորենացու առաջին տեղեկությունները կապված իմ նշած խնդիրների հետ, հետո Փավստոս Բուզան եւ այլն։ Մենք ունենք նաեւ հնագիտական ճշգրիտ պեղումների տվյալներ, որոնք պահվում են Պատմության թանգարանի այն նախնադարյան շրջանի այդ էքսպոզիցիայի մեջ։ Այլ կերպ ասած, հստակ տեղեկություններ կան, որ Քրիստոսից առաջ արդեն 8-րդ դարում մենք Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել ենք սրբացված բույսերի պատկերներ, որոնք եղել են հատուկ այսպես փաթաթված տոպրակների մեջ, որոնց մեջ ոսկեդրամ է դրված եղել եւ այդ բույսը, հետեւապես բույսը այնպիսի հրաշալի բուժական ներգործություն է ունեցել, որ նրանք սրբացվել են։ Դե հետո ես կանրադառնամ Լոշտակին որպես սրբացված բույս Խորենացու վկայությամբ ամբողջ Սոսյաց անտառն է սրբացված եղել, որովհետև այնտեղ աճող դեղաբույսերը ունեցել են հրաշալի բուժիչ հատկանիշներ։ Ուզում եմ ասել, Սոսյաց անտառների սոսանվերն ենք ունեցել, որը եւ ինքն էլ նվիրված է եղել այդ անտառներին, չէ՞։ Այո, այս հանգամանքը մեր պատմիչները նշել են։ Իսկ ինչ վերաբերում է ավելի ճշգրիտ, իրական պեղումներից ստացված տվյալներին կապված բժշկագիտության ինչ-որ խնդիրների հետ, մենք 8-րդ դարում Քրիստոսից առաջ ունենք ուրարտական շրջանն է սա, ունենք 14 տարեկան տղա երեխայի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է գանգ տրեպանացիոն անցքով, տրեպանացիոն անցքը դա բժշկագիտության մեջ ընդունված ոսկրաշաղապումն է։ Վիրահատություն են արել 14 տարեկան տղայի գլուխը։ Այո, սա իհարկե արվել է ոչ թե վիրահատական նպատակով, այլ սա կապված է ամենայն հավանականությամբ էպիլեպսիա հիվանդությամբ տառապող երեխայի հետ, որը ունեցել է ցնցումներ եւ պատկերացումները։ Ես ուզում եմ ասել, որ ի սկզբանե արդեն իսկ բժշկագիտության զարգացման ընթացքում զուգահեռաբար ի սկզբանե մենք ունեցել ենք երկու հստակ ուղղություններ Եվ խնդիրը նա է, որ այս երկու հստակ ուղղությունները, որով պետք է զարգանար այս ահռելի գիտությունը, մինչև այսօր նույնն են։ Այլ կերպ ասած, մենք ունեցել ենք իրական, ռեալ, դոգմատիկ բժշկագիտություն, եւ հիմքը որն էր, արդյոք ինչպես էին անցալում մարդու օրգանիզմում կատարվող փոփոխությունները կամ հիվանդությունները, ինչ սկզբունքով էին նրանք դա անցալում եւ սրա հետ կապված ինչպես պետք է բուժեին։ Եթե
իրական պատճառները, որը բժշկագիտության մեջ ընդունված է անվանել էտիոլոգիա, մենք շատ սիրուն հայերեն անուն ունենք ախտածագում, հիվանդության ծագում, եթե դա ռեալ է, իրական է, դա վերաբերում էր դոգմատիկ բժշկագիտությանը, իսկ եթե դա երևակայականներ, չար ոգիներ, ալկեր, անեծքներ, պատիժներ եւ այլն, սա արդեն կոչվում է հստակ ուղղություն է, կոչվում է դիվաբանական բժշկություն։ Այդ դիվաբանական բժշկությունը եկավ նախ շատ հին ժամանակներից եկավ, չգիտեմ ինչի ինձ թվում է, որ դա այսօր էլ ինչ որ առումով կա, ինչու, որովհետև այն պահին, երբ մարդը չի կարողանում բացատրություն տալ իր օրգանիզմում կատարվող տարաբնույթ փոփոխություններին, չունի ռեալ պատկերացումներ, գիտությունը չունի այդ հարցի պատասխանը, բնականորեն նա պետք է սկսի երևակայական դաշտ եւ ինչ որ բացատրություններ տալ։ Այո, եւ հենց սա էր պատճառը, որ դե պատկերացնում եք նախնադար տղա երեխան առողջ է, լրիվ որևէ խնդիր չունի եւ հանկարծ ցնցումներով, դեմքի այլայլվելով ցնցումներ է ունենում, դե պետքա մտածեին, որ դևերը մտան գլխի մեջ, պետքա նրան մի կերպ հեռացնել եւ պետք է ընդամենը ինչ որ դե բնական ճանապարհով քթով, բերանով, չգիտեմ, ականջով որոշում էին, որ դա կարելի է հանել, դրա համար տարբեր աղոթքներ էին անում, վախեցնում էին, չգիտեմ ինչ, բայց այ հետաքրքիր է, ես ուզում եմ սա ասել, որ այ հենց զուգահեռաբար սրահից զարգանում էր նաև մեր մշակույթի այլ ոլորտները։ Որ ոլորտները նկատի։ Ասեմ, պար, երգ, դիմակների կիրառում, որովհետև պետք է անցք անեին, սկզբում գլուխը կոտրում էին, մարդ արյունահոսությունից մահանում էր, ցավից եւ այլն կոմա, շոկ, հետո ավելի հասկացան, որ պետք է շատ ավելի զգուշ դա անել, հետո արդեն 8-րդ դարում դա արվում էր անպայման շատ որոշակի, կամ դա արվում էր արդեն մետաղական սուր գործիքով, առաջ անում էին սուր եզրեր ամուր փետուրներով, գագաթոսկրի վրա էին անում, բայց այս գանգոսկրը, որ հայտնաբերվել է, քունքոսկրի վրա է եւ շատ հետաքրքիր է, որ կողքի ոսկրերը հետաքրքիր է, ճեղքվածքներ, կոտրվածքներ չունեն, այո, եւ դրա նպատակը դա էր չար ոգուն տեղից հեռացնել, ես չեմ ուզում այնքան բան ունեմ ասելու սրա հետ կապված, ավելի հանգամանորեն ասել, եւ նրան նստեցնում էին, հետո արդեն ինչ որ տենց խարույկ էին անում, շուրջը գոռում, գոչյունով, դոփյուններով։ Այդ խարույկի ներկայությունը օրինակ կարող էր, ինչպես օրինակ ընդունված է համարել, որ խնկի հոտը հակասեպտիկ հատկություն ունի, որ ինչ որ բորբոքումներ չգնան, վարակներ չառաջանան։ Շատ հավանական է, գիտեք ինչ, ավելի որոշակի տեղեկություն չկա մեր աղբյուրներում, բայց դա շատ հավանական է, որովհետև այլ կերպ ասած պետք էր դևը չար ոգին մարդու գլխից դուրս գար, սա էր հիմնական խնդիրը, հետո տեսան, որ չէ, սկսեցին նրան ավելի շատ վախեցնելու համար, գիտեին չէ, շրջակա միջավայրում, որ բույսերն են, որ ներք են տալիս, որ բույսերն են, որ կարող են մարդուն քնաբեր լինել, ցավազրկող լինել եւ այլն, սրանք։ Այսինքն տիկին Դոնարատ ճիշտ եմ հասկանում, որ բացի թերապևտիկ բժշկությունից, որ բույսեր, դեղաբույսեր, հանքանյութեր կարող են օգտագործվել բժշկության այս կամ այն խնդիրը առողջական այս կամ այն խնդիրը լուծելու համար, այլ նաև վիրահատական այդ միջոցներն էր օգտագործում։ Դե պարզ է, որ գլխի պարագայում մենք կարող ենք տեսնել, որտեղ ոսկորը պահպանվել է, բայց գուցե նաև որովայնային վիրահատություններ կամ այն վիրահատություններ են արել։ Շատ հավանական է, որովհետև վիրաբուժական միջամտություններ արդեն հին արևելքում արվում էր, մասնավորապես հնդիկները, նույնիսկ նրանք միջին գծով կտրվածք էին անում, դե հին արևել Քրիստոսից 3000 տարի առաջ բարձր բժշկական մշակույթ եւ այնտեղ վիրահատական գործողություններ են արել եւ այդ կարը շատ հետաքրքիր էր, դուք ինձ հուշեցիք սա ասել, որովհետեւ սա ուղղակի հետաքրքիր է, որովայնի խորոչի
մեծ օրգանների վրա վիրահատություններ անելուց հետո դա միջին գծով կտրվածք են անում, աբդոմինալ կտրվածք, եւ դա պետքա կպներ, չէ՞, ի վերջո կարը չկար, եւ նրանք ինչ էին անում, գիտեին, որ մրջյուններ կան, շատ մեծ սև մրջյուններ, այդ մրջյուններին տեղադրում էին այդ կտրվածքի երկու կողմերում, նրանք գծում էին այդ գլխիկները մնում էր վերքի մեջ եւ շրտերը մաշկի կպնում էր եւ այնտեղ մի հատ սև գիծ էր առաջանում, այլ կերպ ասած վիրահատական գործողությունների կիրառումը դեռ եղել է, իսկ հայերը տեղյակ են եղել դրան, բնականորեն տեղյակ են եղել, եւ ես կարծում եմ, որ մեր հնագիտական պեղումների ժամանակ էլի շատ բաներ կհայտնաբերվեն, ես չգիտեմ, բայց սա փաստ է։ Մենք ունենք օրինակ այդ ձեր ասած հին հնդկական վեդաներից, մնացած ինչ որ բաներ այուրվեդաներից, տարբեր բժշկական ինչ որ բաներ, որոնք հուշում են, որ իսկապես հայերը տեղյակ են եղել, գործածել են, կիրառել են։ Այսպիսի տեսակետ կա, որ հայերը տեղյակ են եղել հնդկական բժշկությանը, որովհետև մեր կիրառական բժշկության մեջ մենք հանդիպում ենք այնպիսի տեղեկությունների, որ գալիս է հին հնդկական այուրվեդաներից։ Կապը բնականորեն տրամաբանական է, նրանք տեղյակ են եղել եւ ի սկզբանե նրանք Չինաստանի հետ են, չէ՞, կապեր ունեցել եւ չինական բժշկության հետ էլ, այնպես որ պատահական չի, որ ավելի կատարյալ, ինչ ասեմ, մեզ համար վերածննդային շրջանում, մեր արդեն գիտնական բժիշկների աշխատություններում, մենք արդեն տեղեկություններ ենք ունենում, թե չինական, թե հնդկական բժշկության այս կիրառական մեթոդների հետ անոթազարկ է, պուլսոդիագնոստիկա է, կամ չգիտեմ, աչքի հիվանդությունների հետ կապված խնդիրներ, այսինքն մինչև Հիպոկրատ, որ ես ամբողջ արդեն կառավարել եմ բժշկությունը, ես կարծում եմ նրանք ծանոթ են եղել նաև դրանից վաղ էլի ինչ որ աղբյուրների, կապված զուտ շփումների հետ, դա եղել։ Եվ նաև ունենք բան, չէ, նույն Ստրաբոնը Հայաստանի մասին գրելիս Հայաստանում անցած իր նոթերը թղթին հանձնելիս, էլի հիշատակում է հայկական բժշկագիտության պատմությանը վերաբերող գանձեր։ Այո, դա շատ հստակ է Քսենոֆոնում, նա շատ հետաքրքիր Անաբասիսում Քսենոֆոնը, նաև Ստրաբոնը, նաև Տակիտոսը, այդ հույն պատմիչները իսկապես շատ հետաքրքիր տեղեկություններ են հայտնում, որովհետև օրինակ Քսենոֆոնը կայսրի հետ այդ պատերազմական գործողություններին մասնակցում էր եւ գրի էր առնում բոլոր այդ նրա նպատակը կայսրի պատերազմական գործողությունների ճշգրիտ գրի առնելն է եւ նա իր Անաբասիս վեպում գրում է, որ մենք անցանք նաեւ մի տարածքով, խոսքը վերաբերում է հին Հայաստանին, որ մենք անցանք այդ տարածքով եւ շատ հետաքրքիր ժողովուրդ էին, աշխատասեր, կա Անաբասիսում հստակ գրված է այդ մասին, եւ նրանք ունեին արհեստավարժ բժիշկներ եւ հետաքրքիր է, որ այդ բժիշկները ռազմի դաշտում օգնություն էին ցույց տալիս ոչ միայն իրենց վիրավոր զինվորներին, այլև մեր զինվորներին։ Կարմիր խաչի ծառայություն էին մատուցում։ Իսկապես շատ հետաքրքիր է դա։ Եվ նա գովում է հայկական քնջութը, հայկական խեժերը, ել չեմ ասում ինչպիսի գովեստի խոսքեր է ասում հայկական գարեջրի մասին, ասում են մեր զինվորները խմում էին մուգ գույնի, փրփրախառն մի հեղուկ, որը հրաշալի էր, խոսքը գարեջրի մասին է, այնպես որ հույն պատմիչները Քրիստոսից առաջ 4-5-րդ դարի հստակ տեղեկություններ են տալիս պատմական Հայաստանի իսկապես բուժիչ բույսերի, կենթանական ծագման պրեպարատների, ել չեմ ասում հանքային, որովհետև մենք հստակ ուսումնասիրված տեղեկություններ ունենք, որ նախնադարյան Հայաստանում կիրառելի են եղել ոչ միայն մեր հարուստ, մասնավորապես այրարատյան դաշտավայրի բուսական ֆլորան, որպես դեղամիջոցներ, այլ նաև հանքային ծագման պրեպարատները։ Իսկապես խոսքը վերաբերում է մասնավորապես հայկական կավին, այդ Բոլուս Արմենան։ Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ նույնիսկ հանճարեղ Հիպոկրատը, նաև Գալենը տեղեկություններ են ունեցել, ել չեմ ասում հետագայում Իբն Սինան, որ հստակ
տակ գրում են Բոլուս Արմենա, հայկական կավ, հետո այդ մենք հասկացանք, որ հայկական կավը արտահանվում է Վանաձովի հատակից, դա շատ հետաքրքիր բուժական հատկություններ ունեցող կավ է, մուկշիկագույն, Մնջոյանի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հետազոտվեց, ուսումնասիրվեց նրա բաղադրությունը, որովհետև այսպիսի լայն բուժական սպեկտր ունեցող միջոցը պետք է ունենար անպայման նաև այնպիսի բաղադրություն, որ կարող հնարավոր լինել դա դարձնել բուժիչ միջոց, որովհետև հայկական կավը կիրառում էին թե ներքին, թե արտաքին օգտագործման համար։ Բայց նաև օգտագործում են, եթե չեմ սխալվում, մկնդեղ, օգտագործում էին սնդիկ, չէ՞, կարմիրներ, կանյութ, այո, իհարկե, դրանք իսկապես նաև ալմազ, օրինակ մեր Մխիթար հեռացին ունի բուժիչ քարերի վերաբերյալ գրառումներ, ճիշտ է, մեծ գործ չի, բայց այնուամենայնիվ նա կենտրոնացել է Ամիր Դովլատ բժշկապետը կրկին հիվանդությունների կլինիկայից հետո երբ անցնում է թերապիային, այսինքն բուժմանը, շատ հաճախ տարբեր հիվանդությունների բուժման մեծ բաղադրություն ունեցող բուժամիջոցների մեջ մենք տեսնում ենք թե հանքային ծագման, թե օրգանական, որովհետև նրանք հասկացան, որ օրինակ արյունն էլ օրգանական պրեպարատ է, մարդը մեծ արյունահոսությունից հետո նրան տալիս են լյարդ, չգիտեմ, փայծաղ, որ արյան վերականգնման համար, այս ամբողջը հենց կոչվում էր օրգանոթերապիա, այսինքն օրգանական ծագման բուժամիջոցներով բուժել մարդուն։ Բժշկական գիտությունը գիտելիքը ինչպես մնացած բոլոր ոլորտներում եւս ուսուցիչ աշակերտին փոխանցվելու ճանապարհով ապրելը երկար դար էր։ Բայց երբ որ արդեն մենք անցանք կոնկրետ գրավոր մշակույթի, խոսքը միայն սեպագրերի կամ մեհենագրերի մասին չի, երբ որ 5-րդ դարում արդեն մենք անցանք գրավոր մշակույթի մաշտոցյան ոսկե դարի ժամանակաշրջանում, արդյոք այդ ժամանակ արդեն կարևոր էր բժշկագիտական գիտելիքը եւս հայկական իրականության մեջ, ինչքանով կարևորվեց դա, թե միայն աստվածաբանականներ կարևոր շրջանը։ Այո, չէ, գիտեք ինչ, այստեղ շղթան պատմական շատ տրամաբանական կերպով գալիս հասնում է մինչև Մաշտոցյան գրերը, որովհետև մինչև այդ մենք ունեինք իսկապես մշակված բժշկագիտություն, միայն այն հիվանդանոցային գործը, որ արվեց քրիստոնեության պետական կրոն դառնալուց հետո ներսեց մեծ վեհափառի ջանքերով, դա հսկայական նյութ է ընկալելու համար, թե ինչպիսի առողջապահական խնդիրներ են կանգնած եղել մեր եկեղեցական գործիչների առաջ եւ պետական այրերի, որտեղ մենք տեղեկություն ունենք, որ 260 թվականին մինչև քրիստոնեության մուտքը Հայաստան Սուրեն Սալահունի իշխանիկին, Աղվիդա իշխանուհին, Արբենուտ կոչվող հանքային ջրերի տեղանքում կառուցել էր 35 մահճակալանոց հիվանդանոց, դա ընդամենը 260 թվականն էր, որտեղ եւ պատկերացնում եք հանքային ջրեր, որոնք բուժիչ հատկություններ ունեին, այնտեղ բուժվում էին բորոտները եւ ուրուկները, այսինքն այդ դաժան միլիոնավոր մարդկային զոհեր տանող սև ծաղիկը, բորոտությունը, ուրուկը բուժում են ունեցել իզոլացված պայմաններում, մեկուսացված մարդկանց այնտեղ բուժելու, այսինքն սա հսկայական առողջապահական խնդիր է, ոչ միայն օգնում էին տառապյալներին, այլև կանխում էին հիվանդությունների տարածումը։ Սուրբ Ներսես մեծն ինչ էր անում? Սուրբ Ներսեսի գործը իսկապես հսկայածավալ էր, որովհետև բոլոր այդ հեթանոսական տաճարների վայրերում, որ կառուցվեցին վանքեր, Ներսեսը 365 թվականի Աշտիշատի առաջին եկեղեցական ժողովի ժամանակ, որը նախագահում էր ինքը Ներսես վեհափառը, որտեղ եկեղեցականներից բացի կային նաև աշխարհականներ, այստեղ քննարկվում էր հայ ժողովրդի առողջապահական խնդիրները, այլ կերպ ասած, հայ ժողովրդի առողջապահության խնդիրները ի սկզբանե եղել են եւ մեր եկեղեցական մեծերի եւ
պետական այրերի հոգացության առարկան։ Տիկին Դոնարա, ներսես մեծը երբ որ հիվանդանոցները կազմակերպում էր, հիմնադրում էր եւ այլն, նպատակը քրիստոնեական էր ուղղակի, որ այդ մարդկանց խնամքանային, թե շատ ավելի լայն ինստիտուցիոնալ համակարգային լուծում էր տալիս ոլորտին։ Ես համոզված եմ, որ դա շատ ավելի լայն էր, որովհետև խնդիրը ոչ միայն քրիստոնեական օգնության մարդկանց տառապանքները թեթևացնելուն էր ուղղված, այլ ուղղված էր առողջապահական խնդիրներին։ Այսինքն, գիտեք, երբ Ներսեսը նրանց համար ապաստարաններ, բորոտանոցներ կառուցեց, այսինքն նրանք մեկուսացվում էին եւ այդ հիվանդության դաժան վարակական հիվանդության տարածումը կանխարգելվում էր, այսինքն այստեղից արդեն մենք ունենք կանխարգելիչ կամ պրոֆիլակտիկ բժշկագիտության ճյուղի հետ։ Դա շատ կարևոր բան է, որովհետև դեռ հանճարեղ Հիպոկրատը ասում էր, բժշկագիտության որպես գիտության առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է։ Հետո նոր ինքը պետքա զարգանա եւ կարողանա բուժել այդ հիվանդությունները, այնպես որ դա ի սկզբանե ընկալել են հայերը, եւ մեզ մոտ այդ հիվանդանոցների կառուցումը իսկապես ուղղված է եղել դրան, հետո երբ մենք կգանք ավելի պայծառ ժամանակներ, մենք կտեսնենք, որ հսկայական հիվանդանոցային գործ է եղել։ Այնպես որ ուզում եմ ասել, շատ է ասելիքը կապված նախնադարյան հայ բժշկագիտության հետ, բայց ես ուզում եմ ասել, որ երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, մենք շատ ավելի որոշակի գործ ունեցանք բուժական գործի եւ առողջապահական խնդիրների կազմակերպման հետ, բայց իհարկե դա այս ամբողջը նախամաշտության այս կուտակումները նախնադարից եկած եւ առողջապահական եւ բուժական հենքի վրա պետք է մաշտության գրերի գյուտով արդեն գար շատ կատարյալ արդեն մեր բժշկագիտությունը, որը իր գիտական որակով գրեթե զուգահեռաբար գնում էր դեպի անտիկ բժշկագիտության եւ նաեւ ինչու՞ չէ անտիկ բնափիլիսոփայական եւ բնագիտական մտքի ակունքները, որովհետեւ մեր մտավորականները, որոնք կրթություն էին ստանում հունական դպրոցներում, կատարելապես տիրապետում էին հունարենին, արդեն սկսվեց այստեղ մի պայծառ հատված, որին մենք անվանում ենք, դա ընդունված է մեր գիտության պատմության մեջ կոչել ոսկե դար, խոսքը վերաբերում է 5-ից 7-րդ դարերին։ Եվ Դոնարա մինչև ոսկե դարին անդրադառնալ մի բան էլ է ուզում հարցնել, բժշկագիտության մեջ կա նաև մի ոլորտ, որ կոչվում է թունագիտություն, չէ՞։ Եվ ըստ առասպելների, մեզ ասած բանավոր նյութերի, Տիգրան Մեծի աները Միհրդատը շատ լավ տիրապետում էր այդ թույների արվեստին եւ շատ լավ գիտեր Հայաստանում աճող բույսերի դրանց հատկությունների մասին եւ ինքը պատրաստում էր թույներ եւ իր մարմինն այնքան էր թույներով վարժեցրել, որ նույնիսկ երբ որ մահափորձ պիտի անեն կամ ինքը պիտի բաներ, թույնը չազդեց իր վրա։ Շատ ճիշտ է։ Արդյոք աներոջ այդ գիտելիքները հայկական բժշկագիտության վրա եւս տարածվում էին։ Կան, իհարկե, այդ թունավոր բույսերի եւ նրանց բուժիչ հատկությունների կիրառումը դա եղել է։ Ես հիմա եզնիկի մոտ կասեմ, որովհետեւ մենք բույսեր ունենք, որ եւ բուժիչ են եւ թունավոր են։ Նայած ինչ բաղադրությամբ եւ ինչ քանակությամբ են ընդունում։ Իսկ ինչ վերաբերում է Մեհրդատի թունաբանությանը, տոքսիկոլոգիան, դա մի ամբողջ գիտության ոլորտ է, որը ուսումնասիրվում է դեղագետների եւ թունաբանների կողմից։ Մեհրդատի կառուցած, ներողություն, պատրաստած հակաթույնը 72 բաղադրիչ է ունեցել։ Եվ դա այնպիսի հետաքրքիր ազդեցություն է ունեցել բժշկագիտական, որ տարբեր չափաբաժիններով Մեհրդատը դա ամեն անգամ ընդունում էր եւ իսկապես դուք ճիշտ եք ասում, թույն չէր ազդում նրա վրա, որովհետեւ արդեն օրգանիզմը այնպիսի հակաթունային միջոցներ էր առաջացրել, որ թույնը այլևս նրա վրա չէր ազդում։ Այո, այդ տեղեկությունները ունենք մենք մեր հայ բժշկագիտության մեջ եւ կոչում է նաեւ Մեհրդատի թույն, այնպես որ դա կիրառվել է, Ամիր Դովլատն էլ է նշում այդ մասին,
մենք տեղեկություն ունենք դրա հետ կապված եւ ուզում եմ ասել որ հենց ոսկե դարում երբ ես հիմա մի քիչ կանրադառնամ Եզնիկ Կողբացուն կբերեմ նրա ասածը այդ թունավոր բույսերի ինչ չափով օգտագործումը կարող է բուժիչ լինել կամ ընդհակառակը թունաբեր լինել եւ ես ուզում եմ հենց այս շրջանը ասել որ դա բնականորեն կոչվեց եւ դա պետք է այդպես էլ լիներ թարգմանական շրջան որովհետև պետքա հայերը ծանոթանային անտիկ ամբողջ գիտության այս շտեմարանին եւ սա եղավ մեր այսինքն Մաշտոցը գրերը ստեղծեց հայկական Այբուբենը սա իսկապես ինչ ասեմ էլի ազգանվեր չեմ ասեմ որ ճակատագրական էր որովհետև մենք արդեն ունեցանք մեր ազգային գիտությունը, որ հայերեն լեզվով պետքա զարգանար, դրա հիմքը պետքա լիներ անպայման թարգմանությունները, դե բնականորեն առաջին Աստվածաշունչը պետքա լիներ այդ կատարյալ թարգմանությունը, բայց տեսեք, որ դրան զուգահեռ, որովհետև արդեն Եզնիկը 5-րդ դարի կես է, մենք ունեցանք բնափիլիսոփայական, բնագիտական եւ հատկապես փիլիսոփայական անտիկ շրջանի մեծերի աշխատությունների թարգմանություններ Տիկին Դոնարա, երբ որ մենք խոսում ենք ոսկե դարի մասին, խոսում ենք այն մասին, որ Մաշտոցյան Այբուբենի ստեղծումը փոխեց մեր ամբողջ ժողովրդի ճակատագիրը եւ 1620 տարիներ եւ ավելի պահում է մեզ հայ այդ ժամանակաշրջանում իհարկե ընդունված է ասել որ Մաշտոցի առաջ խնդիր էր դրված Աստվածաշունչը հայերենացնել որպեսզի քրիստոնեությունը հայերեն խոսի հայ մարդու հետ եւ Քրիստոսի պատգամները Քրիստոսի լույսը հայերեն մտնեն մարդու սիրտ բայց դրանից զատ մենք ունեցանք նաեւ ազգային ինքնության պահպանման այդ խնդիր եւ փաստորեն այդ խնդրի մեջ աստվածաբանական աշխարհագրական եւ տարբեր բնական գիտություններին զուգահեռ բժշկագիտությունը եւս կարեւորվեց եւ փաստորեն կան տեղեկություններ որ թարգմանական այդ շրջանում ոսկե դարում նաեւ թարգմանեն բժշկագիտական գրքեր Այո մենք տեղեկություններ ունենք որ այո եթե հստակ բժշկագիտական չեն պատառիկներ պահպանվել են Դիոսկորիդեսից, Հիպոկրատից, Գալենից, ես կասեմ այս մասին, բայց բնափիլիսոփայական, որը համարվում է բնագիտական, բժշկագիտական գիտության արմատը, հիմքը թարգմանվել են սրանք, այսինքն եթե Դավիթ անհախտը պետք է թարգմաներ Արիստոտել, Պլատոն, Զենոն, հետևապես դա պետքա դառնար հայ բնագիտական ու բնափիլիսոփայական մտքի իսկապես սկիզբը, որով պետքա գար արդեն մեր ազգային գործերը հայերեն լեզվով։ Ուզում եմ ասել, որ մինչև այդ թարգմանությունները մենք ունեցանք չգիտեմ նրա մասին շատ կարելի է բարձր խոսքեր ասել Եզնիկ Կողբացու մասին, որը վեհապար էր, որը փայլուն աստվածաբան էր քրիստոնեության ակունքներով սնված եւ տանդաշատ մարդ, որը մտավ նաև իր եղծաղանդոց, որ նվիրված էր մասնավորապես աստվածաբանական խնդիրներին, այլ կերպ ասած նա գովաբանում էր քրիստոնեությունը, այդ ֆոնի վրա ոչ թե դատապարտ, այլ ասելով, որ քրիստոնեությունը ամենաառաջադեմ մարդասիրական համաշխարհային կրոնն է, սրա հետ միասին նա անդրադառնում էր նաև բնագիտական, բնափիլիսոփայական խնդիրների, հետաքրքիր է, հունարեն գիտեր, ասորերեն գիտեր, ինքը տեղյակ էր Հիպոկրատյան բժշկագիտությանը, եթե տեղյակ չլիներ, նա իր եղծաղանդոց վեպում չեր գրի 4 հեղուկների եւ 4 տարերի մասին Հիպոկրատյան այդ հսկայական տեսակետը, որը դարձավ գիտական բժշկագիտության հիմքը։ Եզնիկը հստակ գրում է, որ հիվանդությունները
չարիքներ չեն վերևից տրված, այլ հիվանդությունները օրգանիզմում 4 տարերին համապատասխան 4 հեղուկների հավասարակշռության, այլ կերպ ասած, քանակական եւ որակական փոփոխությունների հետ են կապած։ Այսինքն ինքը կարդացել էր հունարեն լեզվով Հիպոկրատ, դեռ չունեինք թարգմանություն, եւ ինքը արդեն գրում էր այս մասին։ Եզնիկը ինքը Այրարատում կողբում էր ծնվել եւ հրաշալի ճանաչելով Հայաստանի դեղաբույսերի բուժիչ եւ թունավոր հատկությունները, ինչպես նաեւ նրանց սիներգիկ ներգործությունը գրում էր։ Սա նրա խոսքերն է Եղծաղանդոցից։ Մոլախինդը ինքնին հայտնի է որպես մահաբեր թույն, բայց ճիշտ չափաբաժիններով օգտագործումը օգնում է լեղապարկի հիվանդությունները բուժելու համար։ Հետաքրքիր է, որ ասում է նաև կաղնչան բույսի մասին, Այրարատյան դաշտավայրում աճող այս բույսը։ Նա ասում է առանցին վերցրած դա թունավոր բույս է, իսկ ինչ որ բաղադրամասերի մեջ մտցնելով որոշակի չափաբաժնով նա հրաշալի ազդեցություններ է ունենում թե լյարդի, թե լեղապարկի հիվանդությունների բուժման համար։ Այլ կերպ ասած, եզնիկը ծանոթ էր մեր բուսական ֆլորայի բուժիչ դեղաբույսերին։ Նա ընդհանրապես պատկերացնում էր, նա ուներ գիտական պատկերացումներ, բնափիլիսոփայական եւ բնագիտական բոլոր այն աշխատությունների հետ, որոնք ստեղծվել էին անտիկ շրջանում։ Տիկին դոնարա, իսկ հնարավոր է վերականգնել, թե որ բույսերի մասին է խոսում, այսօր այդ բույսերը ինչ անունով են հայտնի։ Գիտեք ինչ, կաղնչանը հենց կոչվում է կաղնչան, որովհետև անգիտածանպետում Ամիր Դովլաթը այս բույսերի մասին գրում է, Մոլախինդը կրկին գրում է, ընդ որում այս բոլոր բույսերը նա գրում է իր անգիտածանպետում, որը մեր հայկական Այբուբենի կառուցվածքով կատարյալ դեղաբառարան է, այնտեղ գրեթե 3700 անուն դեղամիջոց է նկարագրվում 5 լեզուներով։ Նա տալիս է ճիշտ հայերենը, հետո արաբերենը, պարսկերենը, թուրքերենը եւ կարող է տալ նաեւ հունարենը։ Այնպես որ ուզում եմ ասեմ, թե կաղնչանը, թե մոլախ եւ շատ բուժամիջոցներ բուսական ծագման մենք իհարկե ունենք, այդ անունով էր, հիմա էլ այդ լոշտակը երբ ենք տեսել։ Այ լոշտակի մասին դուք խոստացաք, որ պիտի պատմեք, լոշտակն ինչ է։ Ես կասեմ, լոշտակը սրբացված է եղել որպես բույս եւ ասում էին, որ նա աստվածների հրամանով ուղակի հանկարծ աճել է, այսինքն եւ այս պատճառով եւ դա նմանեցնում ենք մենք ժենշենին, եթե նրանք ասում էին, որ աստվածների հրամանով կայծակի հարվածից այնտեղ լույս ճառագեց եւ հենց այդ տեղում առաջացավ ժենշենի արմատը, որը մարդանման էր, այդ պատճառով էր, նրան նաեւ մարդախոտ են ասում, մարդու անատոմիական կառուցվածքի նման է նրա արմատը, նույնը լոշտակն է։ Լոշտակը աճում էր Այրարատյան դաշտավայրում եւ ի սկզբանե մեր ժողովուրդը, ժողովրդական բժշկությամբ զբաղվողները, մեր ավանդական բժշկության մեջ իրենց բուժամիջոցները կիրառողները, նրանք ծանոթ են եղել լոշտակի բուժիչ հատկություններին եւ կիրառել են թե ներքին, թե արտաքին օգտագործման համար, բայց գիտեին մի բան, լոշտակը սուրբ բույս է, սրբացված էր եւ հատուկ աղոթքներ կար, այդ աղոթքները նրանք պետք է անեին բույսը հանելիս եւ անպայման այնտեղ պետք է մի ոսկե դրամ դնեին, որ աստվածները չպատժեին, որ դրանք հանել են եւ օգտագործում են, բայց հետո գիտեք, այսպես հիմա կարմիր գիրք է։ Ես չգիտեմ, հիմա մեր բուսաբանական այգում արդյոք ինչ որ կերպ դա ինչ որ ձև ստացել են, աճեցնում են, ես իհարկե հստակ տեղեկություններ չունեմ այդ մասին, որ հիմա մենք ունենք լոշտակ, բայց ես վստահ եմ, որ այն լոշտակը, որը աճում էր Այրարատյան դաշտավայրում կարմիր գիրք է եւ դա չկա, այս պատճառով նա եղել է սրբացված բույս, ինչու, որովհետեւ դա աստվածների պարգև էր, որովհետև նա բուժում էր բոլոր տեսակի հիվանդությունները եւ սա է պատճառը, որ մենք նրան նմանեցնում ենք չինական ժենշենի հետ։ Ամեն առումով են նրանք նման, տարբերություն չունեն,
որովհետև եւ նրա բաղադրությունն է օրգանական ստեղծվել, ուսումնասիրվել եւ լոշտակինը, այլ կերպ ասած պարզվեց, որ դրանք իրենց մեջ ունեն վիտամինային բաղադրություն, ունեն ջերմիջեցնող, ունեն նույնիսկ հակաուռուցքային։ Այս բոլորը պարզվել է, գիտականորեն նրանց բաղադրությունը ուսումնասիրվել է եւ պարզվել է, այդ պատճառով էլ նրանք համարվում էին հրաշք բույսեր։ Հիմա դե ժենշենյա դեռ կա, ես չգիտեմ։ Լոշտակ հանդիպել չի ստացվել մեզ մոտ։ Չէ, ես գոնե չգիտեմ այդ մասին, սա է խնդիրը։ Տիկին Դոնարը ես ստիպված եմ ընդհատել, որովհետև մեր զրույցը պիտի շարունակենք, հեքիաթածոր գնում ենք, բայց ժամանակը սպառվել է, առաջարկում հաջորդ շաբաթվա թողնել մեր քննարկումը եւ ունկնդիրներին կոչ անել, որ անպայման շարունակեն լսեն։ Իսկ ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես զրուցում եմ Տիկին Դոնարա Կարապետյանի հետ, ով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի բնագիտական եւ բժշկագիտական հուշարձանների ուսումնասիրության եւ հրատարակության խմբի ավագ գիտաշխատող է, բժշկական գիտությունների թեկնածու եւ դոցենտ։ Ինքնությունը լսեք հաջորդ շաբաթ, որովհետեւ շարունակելու ենք Տիկին Դոնարայի հետ բժշկագիտության պատմության մասին մեր զրույցը։